Գոյամարտ սերիալի նկարահանումները շարունակվում են և ստեղծագործական թիմը խոստանում է ամենահետաքրքիր ու լարված սերիաները դեռ առջևում են։ Պատմությունը գնալով խորանում է, կերպարների ճակատագրերը բարդանում, իսկ հեռուստադիտողը յուրաքանչյուր սերիայից հետո մնում է նոր հարցերի ու սպասումների մեջ։ Սերիալում կարևոր դերերից մեկը մարմնավորում է Նոր Արոստամյանը, ով էկրանին ներկայանում է Գրիշոյի կերպարով։ Գրիշոն հարուստ ընտանիքի զավակ է, այն տղան, ով մանկուց սովորել է ստանալ այն ամենն, ինչ ցանկանում է։ Նրա կյանքում գրեթե չի եղել «չեմ կարող» կամ «չի կարելի» հասկացությունը, սակայն տարիներ առաջ տեղի ունեցած ավտովթարը կտրուկ փոխում է ամեն ինչ։ Բժիշկներն արգելում են նրան զբաղվել սպորտով, իսկ սպորտը, առավելապես ռինգը, նրա կյանքի իմաստն է։ Ռինգը Գրիշոյի համար պարզապես մարզաձև չէ, դա ինքնահաստատման միջոց է, ուժի ու ազատության զգացում, ներքին պայքարի հաղթահարում։ Երբ նրան զրկում են այդ հնարավորությունից, սկսվում է իրական ներքին ճգնաժամը։ Նա չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ պետք է ապրել ռինգից հեռու։ Այդ պահից նրա կերպարը դառնում է ավելի հակասական։ Մի կողմից նա հպարտ է, երբեմն կոպիտ ու ինքնավստահ, մյուս կողմից կոտրված, խոցելի ու միայնակ։ Հենց այդ հակասությունն է Գրիշոյին դարձնում հետաքրքիր ու սիրված կերպար։ Հեռուստադիտողը տեսնում է ոչ միայն նրա ամբարտավան պահվածքը, այլ նաև ներքին ցավը, անհավասարակշռությունը, պայքարը սեփական ճակատագրի դեմ։ Նա փորձում է ապացուցել թե իրեն, թե շրջապատին, որ կարող է հաղթահարել սահմանափակումները, նույնիսկ եթե ամբողջ աշխարհը դեմ է նրան։ Նորայր Արոստամյանը նախկինում նկարահանվել է նաև «Դասամիջոց» սերիալում, որտեղ մարմնավորում էր Միշոյին։ Այդ կերպարը բոլորովին այլ բնավորություն ուներ՝ դաժան, չար, կոպիտ, բարդ ու երբեմն անսպասելի։ Սակայն նույնիսկ այդ բացասական հերոսի մեջ դերասանը կարողացել էր բացահայտել մարդկային կողմը՝ վախերը, զգացմունքայնությունն ու ներքին պայքարը։ Միշոն սառն էր արտաքինից, բայց ներսում լի հակասություններով, ինչը դարձրել էր նրան հիշվող կերպար։ Գոյամարտում Գրիշոն կարծես նոր փուլ է դերասանի ստեղծագործական ճանապարհին։ Այստեղ նա ոչ միայն ուժեղ ու համարձակ երիտասարդ է, այլ նաև մարդ, ով ստիպված է վերաիմաստավորել իր կյանքը։ Նրա պայքարը դառնում է ոչ միայն ֆիզիկական, այլ հոգեբանական։ Սա նաև Նորայր Արոստամյանի և սցենարիստ Դիանա Գրիգորյանի առաջին համագործակցությունն է։ Նրանց համատեղ աշխատանքն արդեն իսկ զգացվում է կերպարի խորության և սցենարի դրամատիկ գծերի մեջ։ Դիանա Գրիգորյանին բնորոշ է բարդ հոգեբանական իրավիճակների ստեղծումը, իսկ Նորայր Արոստամյանը կարողանում է այդ բարդությունը փոխանցել էկրանից, դարձնելով կերպար, որը սիրվում է հեռուստադիտողների կողմից։ Առաջիկա սերիաներում սպասվում են անսպասելի զարգացումներ։ Գրիշոյի ներքին պայքարը նոր շրջադարձեր է ունենալու, հարաբերությունները սրվելու են, իսկ որոշ գաղտնիքներ բացահայտվելու։ Հեռուստադիտողներին սպասվում են լարված, հուզիչ ու երբեմն ցնցող պահեր, որոնք կփոխեն ոչ միայն հերոսների ճակատագիրը, այլ ամբողջ պատմության ընթացքը։ Մի բան արդեն պարզ է՝ Գոյամարտը դեռ շատ ասելիք ունի, իսկ ամենահետաքրքիր պայքարը դեռ առջևում է։ Ապրելը պայքար է, չպայքարելը մահ։ Ով պայքար չի տեսել, կյանքը չի ճանաչել։ Կյանքի իրական իմաստը բացվում է պայքարի մեջ։ Գոյամարտի, ասել էր Դիանա Գրիգորյանը Թերթ Լայֆի հետ զրույցում։ Մեր նոր հեռուստանովելի սյուժեն այս խոսքերի իրականապացույցն է։ Մեղքը մարդու թուլության արդյունք է։ Մենք մեր նախագծերում մշտապես ներկայացնում ենք կյանքն ինչպես կա՝ իր բոլոր ենթաշերտերով։ Միայն մեկ բացառությամբ՝ մեզ մոտ միշտ բարին է հաղթում, իսկ բարության հիմքում սերն է, որը մեր հեռուստադիտողի համար ոգեշնչման աղբյուր է դառնալու։ Դիանա Գրիգորյանի խոսքով նկարահանումները շատ հետաքրքիր ընթացք են ստանում։ Դրանք շարունակական են լինելու, որովհետև սյուժետային ճյուղը ձգվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Մոսկվայում արդեն անցկացվել են նկարահանումները։ Դիանա Գրիգորյանը Թերթ Լայֆին տված հարցազրույցում նշել էր, որ համագործակցելու է Հայաստանի լավագույն դերասանների հետ։ Ֆիլմում ներգրավված են Դավիթ Հակոբյանը, Կարեն Հովհաննիսյանը, Ռոզի Ավետիսովան, Ռուզաննա Մանուչարյանը, Լևոն Մկրտչյանը, Մանե Հակոբյանը, Նիկոլայ Եղիազարյանը, Նորիկ Արոստամյանը, Անի Մեհրաբյանը, Տիգրան Աղալարյանը, Կարո Հովհաննիսյանը և այլք։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր կերպար իրենց մատուցմամբ ավելի շոշափելի է լինելու։ Տերը քաղցր է
բոլորի հանդեպ և նրա գթությունը տարածվում է բոլորի վրա, միայն թե կարևոր է ժամանակին հետ կանգնել, ընդունել սխալն ու սկսել նորից, մաքուր էջից: Ուժը միայն ֆիզիկական չէ, իրական հաղթանակը ոչ թե հակառակորդին պարտության մատնելն է, այլ սեփական, խիղճը արժեքներն ու դիմագիծը, սկզբունքներն ու սերը չկորցնելն է: Միայն այդ ժամանակ ես բարձրանում դեպի վեր, դեպի մաքուրը, հաղթանակը: Սա է ֆիլմի ասելիքը, ամփոփել էր Դիանա Գրիգորյանը: Դե ինչ, իսկ մեկնաբանություններ բաժնում չմոռանաք գրել ձեր կարծիքը, հավանում եք Գրիշոյի խաղը և որ հեռուստասերիալում եք ամենաշատը հավանել սիրված դերասանի կերպարը: Դե ինչ, սպասում ենք ձեր կարծիքներին, միացեք մեր ալիքին, որպեսզի չկորցնեք ամենակարևորի մասին առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը և իհարկե չմոռանաք բաժանորդագրվել, որպեսզի ստանաք տեղեկատվություն մեր նոր տեսանյութերի մասին: